Այսօր մենք հյուր ենք Եղեգնաձորում գտնվող սրահում, որտեղ Անահիտը պատրաստում է ժենգյալով հացեր։ Սա արդեն պատրաստ է, խնդրեմ տեսեք։ Դուք որտեղից եք եկել, Անահիտ ջան? Արցախից ենք 2023 թվականին, երբ որ բռնի տեղահանվեցինք այնտեղից, եկանք առաջի տարին հաստատվեցինք Երևանում, մի տարի այդտեղ մնալուց հետո չհարմարվեցինք քաղաքի կյանքին, տեղափոխվեցինք Արփի գյուղ։ Եկանք, հետո մտածում էի ինչ աշխատանք կատարեմ, որ համ իմ համար լավ լինի, իմ հաճելի գործերից լինի, համ կարողանանք գումար աշխատել, ընտանիք պահել։ Որոշեցի, դե ես կարողանում եմ ժենգյալով հաց թխեմ, ասենք Արցախում չէի թխում ժենգյալով հաց, սիրողակ է, մեր տան համար թխում էի, ընտանիքով վայելում էինք։ Որոշեցի ժենգյալով հաց պատրաստել։ Արդեն 3 ամիս կլինի, որ ժենգյալով հացը պատրաստում եմ, շատ գոհ եմ։ Շատ գոհ եմ իմ աշխատանքից, շատ գոհ եմ հաճախորդների ակտիվությունից։ Ինչու եք շարում? Գրամերով եմ անում, աչքաչափով կարող է մեկ շատ լինի, մեկը պակաս լինի, շատը բաց չի, կարող պակաս լինի։ Եվ քանի գրամ? 200 գրամ կանաչեղեն եմ լցնում, խմորի գրամը 140 գրամը, լցնում եմ 200 գրամ կանաչեղեն։ Կասեք ինչ կանաչիներ կա մեջը։ Կանաչիների հիմնական սեզոնը էսա գարնանը կլինի, որ այստեղ կան այդ կանաչեղենները, որոնք որ Ղարաբաղում աճում են։ Այսա գարունը որ կա կլինի, բայց դե հիմա այն ինչ որ կարողանում ենք գտնենք, համեմ, սամիտ, սպանախ, կանաչ սոխ, կրմնձուկ, ճորճորոկ։ Այդ կրմնձուկը ճորճորոկն է շատ դժվար գտնել է, մեր այս մասերում չկա։ Ես հատուկ բանջարեղենի խանութ կա, տիրոջ ասում եմ, ինքը մեր մանդարից վերում է համար։ Ճիշտ է, մի քիչ թանկ է, մի քիչ չի, լավ է թանկ է, կրմնձուկի մի փոքրիկ փունջը 300 գրամ արժի։ Բայց դե համ հոտը պահելու համար պետք է ոնե փորձենք այն ինչ կա այս եղանակի համար, այդ ամեն ինչը օգտագործենք։ Հիմա 7 տեսակի է, բայց գնում է մի 15-ից 17 տեսակի կանաչեղեն։ Կարող եք նշել այդ բոլորը։ Նշենք, համեմ, սամիտ, կրմնձուկ, ճորճորոկ, կանաչ սոխ, պառավի պորտ ենք մենք ասում, սիմսիմուկ, նախշուն ժենգյալ, վարդուկ, թրթնջուկ, այն խազազ են ասում, այդ անտառներում աճում, մի քիչ տաքանա։ Գցում ենք եղինջ, այս պահին այդքանն եմ հիշում, բայց գցում եմ 15 տեսակի։ Տանել եք պատրաստում։ Պատրաստում եմ, Մենակ մեզ համար է թխում, բայց հիմա մեր մոտի խանութներին եմ տալիս, 2 խանութ կա, որ ամեն օր 2 տեղն էլ տալիս եմ։ Լինում է օր, որ չհասցնեք թխեք։ Նոյեմբերի 23-ին եմ բացել, նոյեմբեր, դեկտեմբեր ամիսները շատ լավ էին, այն որ չէի հասցնում, իրոքից չէի հասցնում։ Հետո եկավ հունվարը մի քիչ դանդաղ բան եղավ, այդ ցրտի պատճառով եղավ, շարժ չկար ընդհանրապես։ Հիմա նորից ակտիվությունը սկսվել է։ Հիմա այսօր արդեն 34 հատ վաճառել եմ, ժամը արդեն 2-ն է, 34 հատ վաճառել եմ։ Դեռ օրը մինչև ժամը 6-ը ստեղ եմ, իստում եմ մի 48-50-ի կհասցնեմ։ Դե շատ լավ է։ Ես հաջողություն եմ աղթում, բարի առևտուր։ Այնպես որ կարողանաք բարձր տալ եւ ձեզ էլ եկամուտ մնա։ Շատ լավ է։ Իսկ ծախսատար գործ է այս գործը։ Չէ։ Նայեք, ամել կախված է եղանակից։ Եթե եղանակը արևոտ լինի, լավ լինի, կանաչեղենները էժանանա, լավ ձեռնտու աշխատանք է, հա։ Բայց դե այս պահի դրությամբ կանաչեղենը շատ թանկ է, համեմը 150, սպանախը 200 գրամով ենք առնում,
թանկա, բայց երբ որ սկսել եմ իմ աշխատանքը, դրանք եղել են ջրի գին, այդ կանաչիները եղել են ջրի գին։ Բայց դե հիմա թանկա մի քիչ։ Բայց կան այնպիսի մարդիկ, որ ասում են հիմա չեմ գնի, կգնեմ գալու է միայն թե բոլոր կանաչի տեսակները լինեն։ Չէ, Համայն առումով։ Համայն առումով մենակ որ գալիս է հարցնում են կրմուզուկ կա մեջ։ Դրա համար ասում եմ թանկա, բայց դե մեր սիրելի համաքաղաքացիները ուզում են որ կրմուզուկը լինի մեջը, ես էլ չեմ նայում, էլ թանկայի ժանա, ասում եմ բերում են։ Միայն պահանջված կանաչա տեսակը դա կիրմինձուկն է։ Կրմուզուկը, հա։ Այո։ Մենք օրինակ ասում ենք կիրմինձուկ։ Մենք այդպես ենք ասում։ Բարբարների մեջ տարբեր են, չէ՞ ասում։ Հա, դե մեր մոտ կրմուզուկ են ասում, տենց չգիտեմ թե ինչպես են ասում։ Եթե հնարավորություն լինի, վաճառքը շատ լինի, հնարավոր է տարածք մեծացնեք, աշխատողներ պահեք։ Աշխատողներ այն լավ ժամանակը քուրս էր գալիս ինձ օգնում էր։ Աշխատողներ ասեմ պահեմ չէ, հեսա ես ու քուրս յոլա ենք տանելու։ Երևի չէ, գիտեք 50-60-ի դեպքում ձեռնտու չասենք, եթե 100 հատով արդեն թխվի, հնարավոր է, հա։ Իսկ ձեր քույրիկը ինչով է զբաղվում, եթե գաղտնիք չի կարելի ասել։ Տան գործերով երեխաներ ունի, բալիկներ ունի, իր բալիկ։ Հասցնում է գալ ձեզ էլ օգնել։ Արփիում է ապրում։ Հա, արդյոք ենք։ Ինքն էլ է Արցախից տեղահանվել։ Հա, Վարձով եք ապրում, թե։ Վարշավով ենք ապրում։ Տուն չեն տրամադրել ձեզ։ Քաղաքացիության թղթերը հանձնել ենք, եկել է պատրաստը, գնացել ենք, ստորագրել ենք։ Սա երևի մի շաբաթից կգնանք, արձանագրերը կվերցնենք, կլինենք արդեն Հայաստանի քաղաքացի, արդեն սերտիֆիկատն է կտրամադրել, հենց ուզում ենք Արփի գյուղում էլ տունը առնենք։ Շուտ լավ հաջողություն լինի։ Միգուցե տեղափոխվեք այնտեղ աշխատեք, թե այստեղ արդեն հարմարվել եք։ Չէ, այստեղ հարմարվել եմ ու մեկ էլ շարժը այստեղ ավելի շատ է, քան Արփի գյուղում։ Պատմեք ժենգյալով հացը, ինչ է իրենից ներկայացնում, ինչպես է մատուցվում։ Ժենգյալով հացի հայրենիքը կարելի ասել հենց Արցախն է եղել, Արցախից է սկիզբ առել։ Մեր մոտ որ ասում ենք ժենգյալով հաց, չենք պատկերացնում ժենգյալով հացը առանց գինի, պարտադիր պետք է կարմիր գինին լիներ։ Պատրաստ արդեն։ Կարմիր գինի պարտադիր, մեկ էլ մարդկանց մի մասը սիրում էր մածունով, բայց ամենակարևորը գինին է։ Գինու հետ ասում են շատ լավ ալին, ես չեմ սիրում գինի։ Ես էլ չեմ սիրում։ Չեմ փորձել, չեմ կարող ասել։ Եկը պատրաստելու համար մի քանի րոպեն բավական է։ 5 րոպե։ Կանաչիների տեսականին դուք տանը կտրատում եք, վերում որ հարցնեք։ Հա։ Այստեղ նախ տարածքը փոքր է։ Ել աշխատանքից հետո արդեն գնում ենք տուն։ Սկսում ենք այդ լվանը, կտրատել, այդ աշխատանքները տանն ենք։ Այսինքն երեկոյան եք կտրատում, պատրաստում։ Երեկոյան Չի կտրատում։ թողնում։ Չէ։ Իրան կտրատում ենք, սենց շորի վրա փռում ենք, բայց ոնց ասեմ, բարակ չենք բանանում փռում, որ չչորանա լրի։ Հաս ջրտը, որպեսզի խոնավությունը պահպանի։ Ու այդ շորը նորից գցում ենք վրան, ինքը իր խոնավությունը մեջը պահում է։ Դուք շատ փոքր տարիքից եք սկսել ժենգյալով հաց թխել։ Ես հա։ Տատիս հետ եմ սկսել առաջի փորձերս, տատիս հետ է եղել։ 12-13 տարեկան երեխա եմ եղել։ Տատիս որ սկսում էր ժենգյալով հաց թխել, գնում էի, մտնում էի մեջը, ասում եմ ես էլ եմ ուզում թխեմ։ Ու տենց սովորացրեց ինձ։ Ես տատից եմ սովորել ժենգյալով հաց թխելը։ Հայրական տատին, թե մայրական։ Հայրական։ Մոտավորապես աչքաչափով արդեն կարողանում եք պատրաստել։ Ահա, մոտորապես։ Այ մի քիչ պակաս լցրեցի։ Դեն վերջինը իզուր վերցրեցիք։ Հա։ 90 գրամ տարանա, 200 գրամը արդեն կանաչեղեն է։ Ձետնը 2 գթալ։ Ձեթը 2 գթալ, աղնո դիպանն էլ արդեն 1 պտղունց։ պտղունց, հա։
ուրիշ զբաղմունք ունեք, թե միայն սա է։ Ես մասնագիտությամբ պատմաբան եմ։ Կարող է յուրահատուկ ինչ-որ բան պատմեք։ Այս բանը չէ, հա։ Լավ։ Ես 8 տարի դասավանդել եմ դպրոցում։ Ահա։ Հիմա ինձ այստեղ շատ են առաջարկել դպրոցում աշխատեն, ուղղակի այս քաղաքական իրավիճակում, այս լարված իրավիճակում, այս խեղաթյուրված պատմությունով չեմ ուզում ես մտնեմ ու դպրոցում դասավանդեմ։ Շատ ցավալի, բայց փաստ է։ Երբ որ գիտես մտնես դպրոց երեխային ասես, գիտեք Արարատը մեր լեռն է, ու դրա համար կարող է քեզ տնօրենը կանչի իր մոտ ասի, տենց երեխաների մի սովորեցրեք։ Կամ ասենք թուրքը մեր թշնամին է, ասել ինչու եք երեխաների մեջ հատելություն սերմանում։ Դրա համար նման պայմաններում չեմ ուզում մտնեմ դպրոց ու դասավանդեմ։ Ընդհանրապես ուսուցիչը երեխաներին առաջի հերթին որ պիտի սովորեցնի, այդ հայրենասիրությունն է։ Մանավանդ պատմության ուսուցչի։ Պետք է հայրենասիրություն երեխայի մեջ սերմանի։ Իսկ եթե դու գիտես, որ մտնես երեխային հայրենասիրության դասեր տաս, ծանոթացնես իր անցյալի հետ, ծանոթացնես իր տարածաշրջանի հետ, հետո ինչ, եթե տարածաշրջանը հիմա մեր տիրապետության տակ չի, թշնամու տիրապետության տակ է, ուրեմն մենք պետք է ուրանանք մեր հայրենիքը։ Իհարկե ոչ։ Իհարկե ոչ։ Իսկ եթե մենք մեր երեխաներին ասենք, որ Արարատը մերն է, Արևմտյան Հայաստանը մերն է, Արցախը հայկական է, ու գիտես, որ դրա համար խնդրի հետ ես զբաղվելու։ Ավելի լավ է գամ հանգիստ իմ համար ժենգյալով հաստխեմ, քան Չէ՞ որ սա էլ է մեր մշակույթը։ Ժենգյալով հացը մերն է եղել, մերն է ու միշտ կմնա մերը։ հա, Պետք է փոխանցել մեր սերունդներին։ սերունդներին։ Այս ինչ երկաթ է, պատահական թե որևէ յուրահատուկ երկաթ է։ Պատահական երկաթ է, ընդհանրապես սաջի վրա են թխում, Այո։ կամ հատուկ էլեկտրական վառարաններ կա, հատուկ ժենգյալով հացի համար։ Քանի որ սաջը չգտա, հայտարարություն եմ տվել, մանը մեկ է շատ, չեմ գտել։ Ես եմ որոշեցի, ես տանը օգտագործում եմ պատահական երկաթ է։ Սաջ եմ ասում, բերեմ տնեմ ստեղ օգտագործեմ։ Շատ է լավ է։ Հա, ինքը հաստ է, լավ է։ Այս երկաթը տաքանելու համար ժամանակ պահում եք, թե արդեն զգում եք երբ է տաքանում։ Չէ, չեմ պահում։ Առավոտ շուտ որ գալիս եմ, խմորը հունցում եմ, մի քիչ սպասում եմ, հետո գնդում եմ, թողում եմ հանգստանում, որ արդեն գիտեմ մի 15 րոպե հետո պիտի սկսեմ թխելը, արդեն միացնում եմ, ինքը տաքանում է։ Այսինքն մի 15 րոպե պետք է 15 տաքանալ։ րոպե, հա, սկզբնական մասում, հա։ Բայց հետո որ թխում եմ, Այո։ ասենք առավոտ ժամը 10-ին արդեն թխում եմ։ Դե մարդը լինում ժամը 11-ին գալիս է մի հատ ուզում է, երկու հատ ուզում է։ Հիմնական շարժը լինում է 1-ից մինչև 2-ը, բայց մարդը լինում, որ այդ ժամերին գալիս ուզում է, դրա համար թխում եմ, պատրաստի թողում եմ։ Իսկ հոսանքով ձեռք չի տալիս, որ գազով եք պատրաստում։ Հոսանքով պետք է արդեն էլեկտրական վառարան առնեմ, Այո։ դել արդեն մի քիչ ֆինանսների հետ կապված է։ Այդ էլեկտրական ապարատը առնելն է 80-ից 90 հազար է։ Այս գազն էլ տանից եք բերել, թե այստեղ Գազը առել եմ, Շատ լավ է։ շաբաթը մեկ լցնում եմ, որտեղ չեմ անջատում գազը։ Հայք, հիմա 4, մի հատ էլ թխում եմ, 5 հատ թխում եմ, թողում եմ։ Գազը չեմ անջատում, իրան կամացացնում եմ, որ նախ այս Երկաթը երկաթը չսարքի։ չսառի, հա, որտեղ կարող է, ասենք 4-ը մի հատ նա ուզում, կամ 3 հատ էլ մի ուրիշ ուզի, որպեսզի ինքը չսպասի 15 րոպե մինչև երկաթը տաքանա, մի անգամից բարձրացնում եմ 2 րոպեվա մեջ տաքանում արդեն երկաթը։ Շատ լավ։ Հա։ Դե եթե այդպես լինում է, շատ լավ է։ Հա։ Իսկ եթե ստիպված եք լինում երկար սպասել, այդ Թողում եմ միացրած, չեմ անջատում։ Օրինակ հունվար ամսին եղել է։ ամեն ավելա ցրտին կդիմակայեք։ Հա։ Քիչ տաք կլինի։ Հա, Շատ լավ գործ եք անում, ձեր գործերին հաջողություն։ մերսի։ Որ չեմ անում բոլորին, գան, համտեսեն այս յուրահատուկ համով ժենգյալով հացը, չեմ փոշմանի, Կցանկանաք մշակույթը փոխանցել սերունդներին։
Մեծ սիրով։ Եթե սովորացնեմ, Այո։ չեմ մտածել այդ ուղղությամբ։ Հենց նոր ասացիք, նոր բան արեցի, որ կարելի է պահել Այս համերությունը հիմա ինչպես չհամտեսել։ Իհարկե, հենց հիմա սիրություն։ Տաքեք սիրում, թե սառը։ Տակ։ Երևի այդ նախավերջին է։ Նախավերջին, հետո շատ տաքն է, լավ Շատ տակն է չի լինի։ Այո։ Այսպես։ Մենք էլ ենք տանը պատրաստում, Հա, բայց դե ձերը օրիգինալ կլինի, հա, որովհետև ոնց հասկացամ դուք դրա մասնագետն եք։ Ճախորդները մնայուն են, մի մարդիկ են անընդմեջ գալիս, թե տարբեր հիմնականում հա։ Այդ լավ դուր արդեն, Շատ լավ։ հիմնականում։ Այս էլ ինձ ձերքի աշխատանքն է։ այսպիսի աշխատանքեր եք կատարում։ Հա, Սա էլ է վաճառքի։ չէ, գերեզգության համար։ Ամենադժվար պահը ձեռնած հագնել ու հանելն է։ Մի քիչ փչեք ներսից, թող օդ գնա, ինքը դուրս կգա։ Մի քիչ էլ այս կողմից փչեք։ Այսքան ներվեր չունեմ։ Դա լավ չի։ Ցենե Միկոյան 11/1 տապամարկետից 50 մետր ներքև հակառակ մայթի վրա։ Համեցեք գնեք եւ կարող են ձեր երեխաներն էլ գալ այստեղ սովորել, մեր մշակույթը փոխանցենք, որպեսզի չկորչի։ Շնորհակալություն։ Ձեզ շնորհակալություն։ Ձեր գործեն լիքը հաջողություններ եմ աղթում։ Ձեզ էլ հաջողություն։ Շնորհակալություն։